Դիգիներ և բարոններ, բարի լույս, բարի եկաք, ուրեմն այսօր մի սկսենք նորավեբին դարեր, ինչպես կարդալ նորավեբը, ինչ է նորավեբը, նորվեբ, անշուշտ, նորավեբը հայրենի մեջ մտավ 19-րդ դարու վերջավորության, այսինքն 1875-ին հետո, երբ որ հայ քրագանության մեջ մտավ իրաբաշտ շարժումը, ռեալիստ շարժումը, ռեալիստ շարժումը, իրաբաշտ շարժումը, որ Ֆրանսիայեն բուքար արևելք, մեծավ մասամբ կյանքը իր դքեր և ցավալի գողմերով ներկայացնելու շարժումն էր, որ ամեն ինչ վարդ և շուշան և գեղեցիկ և լճակ և լուսին և ձաղիկ չէ, այլ վերքեր կան կյանքի մեջ, ցավեր կան կյանքի մեջ, դանչանքներ և զրկանքներ կան, հրամե։ Ներողություն, փախտադապար ուրիշ, ասի Եվրոպայի պատմամբ ինչպես թվականի դարձել։ Ուրեմն նույն թվականներուն է, որ Եվրոպայի մեջ կշարժի, գծակի, գարջ պատմվածքի ժանրը, որ ֆրանսացիները գոչեցին նուվելը։ Նուվելը հայրենի թարգմանվեցավ իբրև նորավեբ, որտեղ նոր չէին գնարսել, ինչպես ֆրանսացիները գսեն, նուվել կոնտ վերածեցին նորավեբի։ Ֆրանսայի մեջ ասոր մասնակետը կամ կակատը գիդը մոպասանն է, որ ամեն մարդ գիդե, և անոնք, որոնք վերիշացվում պետք ունին, գիդը մոպասանը շատ նշանավոր պատմվածք ունի, լապարյուր, վզնոցը, ուրեմն Մաթիլդ Լուազելը, որ գերազե հարուստի ջող շքեղ կյանք ունենալ, քիչ թե շատ միջակ տասագարկի կրակիրիմը, այսինքն clerk, գինն է և կյանքի կող չէ։ Օր մգբադայի, որ ամուսնին շեֆերը բարանտես մգազմագերբեն և գրավիրեն Մեսյո Լուազելը և դիգինը։ Գներեք, եթե դուք գիտեք այս պատմությունը, բայց պիտի գրտնեմ։ Ուրեմն դիգինը գուզե երթալ իրենց ուրեմն բարդ կարնեն ոսկեոնգե և որոշեն երթալ, բայց հագուստ և այլն ամեն բան կա, վզնոց չի գա Մաթիլդ Լուազելը ընկերուհի ունի շատ հարուստ, մադամ Ֆորեստիե, գերտա մադամ Ֆորեստիեն անոր վզնոցը գարն է։ Եվ վզնոցը ակած գերտա բարանտեսին ուրախ զվարդ երջանիկ, որ շատ գեղեցիկ գիշեր մանցուց։ Դուրս ելածադեմը գանտրատարնա, որ չի գա, գործընծուծած է։ Չի գնար երթալ և ընկերուհին ասել, որ գործընծուծի, ուրեմն գերտան իրենց նախ ունեցած ամբողջ խնայողությունը 35,000 ֆրանկ և 5 ֆրանկ և բարտկի առնելով հոսկի օնգե ատամանդ վզնոց մգքնեն ճիշտ նույնը, որ դիգինը դված էր և հաջորդ արդու կամ 2-3 օր վերջ Մաթիլդը գդանի ընկերուհին գուտա։ Բայց այդ բարդ կարին և դարիներով պետք է այդ բարդ կվճարեն, ուրեմն շուրջ 10 դարի աղքալության մեջ կաբրին մարդուկին, որովհետև բարդ կպետք է վճարեն։ Եվ 10 դարի վերջ օրմը իրար չեն դեսած մադամ Ֆորեսիեն, որտեղ գաբը գդրած է, փողոցը կանտիվի և Մաթիլդ ինչևեր ես կսե, ինչու ասկան խերջացած վիճակի մեջ ես, ինչուն ես։ Սկիզբը չուզեր ասել, բապություն չեր կարեմ, վերջո գսե ինչ եղավ, բայց Մաթիլդ կսե իմ ունեցածս իրական չեր սուդեր։ Եվ գվերջանա։ Ուրեմն նորավեբին քյուդերը մեկը կամ թրուվայները մեկը, այն է, որ վերջավորության անանգալմը պետք է բադայի, թվիստմը, եթե գուզեք։ Եվ անցյալ շաբաթ անցյալ երամսյակի վերջավորության Ձովակ Շամլյանը մեզի ներկայացուց հայ մոպասանի մեկ պատմվածքը։ Հայ մոպասանը Գրիգոր Զորաբն է, որում գսեին հայ մոպասան, որովհետև ֆրանսական քրագանության մոտ մարդ էր։ Եվ գիշեք պոստալը,
որ աղջիկը որ եւ այլն։ Ուրեմն Գրիգոր Զորապ միակը չէ, որ պատմվածքներ գրած է, պատմվածքն ավելի նորավեմ էր եւ ուրիշներ ալկան։ Ամենեն ավորները մեկը Երուխանն է, որ շատ գեղեցիկ պատմվածքներու շարք ունի, օրմա կանտրատալանք Երվանդ Սրմակեշխանովյան, որ 1915-ին նահատակվեցավ, երկու վեպ ունի, պատմվածքներու շարք ունի, օրմա կանտրատալանք, եւ Լևոն Փաշալյան։ Ուրեմն նախքան ասոր անցնիլը Լևոն Փաշալյանի մասին գարջ YouTube-ն վիդեո մը դիտենք։ Լևոն Փաշալյան, հայ արձակագիր, թարգմանիչ եւ գրաքննադատ։ Ծնվել է 1868-ին Կոստանդնուպոլսի Սկյուտար թաղամասում ճարտարապետի ընտանիքում։ 1886-ին Բերբերյան վարժարանն ավարտելուց հետո անցնում է աշխատանքի որպես Մասիս օրաթերթի օգնական խմբագիր։ Այդ ժամանակ էլ Փաշալյանը սկսում է իր գրական առաջին փորձերը։ Արփիար Արփիարյանի խմբագրած Մասիս շաբաթաթերթում նա սկսում է հոդվածներ հրապարակել Իվան Տուրգենևի եւ ռուս այլ գրողների մասին։ Այստեղ են լույս տեսնում նաև նրա դրացուհին, այս է եղել եւ այլ պատմվածքներ, որոնց հիմնական թեման էր Պոլսի քաղաքենիական կյանքը։ 1895-ից 96 թվականների Համիդյան ջարդերից փրկվելու համար Փաշալյանը տեղափոխվում է Փարիզ, այնուհետև Լոնդոն, որտեղ շարունակվում է նրա համագործակցությունը Արփիարյանի հետ։ Նա դառնում է Նոր կյանք պարբերականի օգնական խմբագիր։ 1901-ին Փաշալյանը հաստատվում է Բաքվում, որտեղ անցնում է ծառայության նավթարդյունաբերական ֆրանսիական մի ընկերությունում, հասնելով ընկերության տնօրենի պաշտոնին։ Այս շրջանում նա տպագրվում էր Մուրջ ամսագրում։ 1920-ին Փաշալյանը տեղափոխվում է Պոլիս, այնուհետև վերջնականապես հաստատվում Փարիզում, տրվելով գրական բուռն կյանքի։ Նրա գործունեությունն այդ շրջանում նշանակալից էր նաև ազգային հասարակական տեսանկյունից։ Փաշալյանը Հայաստանի օգնության կոմիտեի եւ հայ բարեգործական ընդհանուր միության անդամ էր։ 28-ին Փաշալյանին է վստահվում Լա Ֆուայե ամսագրի խմբագրությունը ֆրանսերեն եւ հայերեն բաժիններով։ Լևոն Փաշալյանի ստեղծագործության առանցքն են իր պատմվածքներն ու նորավեպերը։ 1943-ին դրանք ամփոփվում են գրողի երկերի առաջին հատորում Արշակ Չոբանյանի առաջաբանով։ Հենց այդ տարի էլ Փաշալյանը հեռանում է կյանքից Ֆրանսիայի Վիշի քաղաքում։ Բայց ահա երթիգի մտակ սեղան մը գտեսնես, բազմություն մը նստած է անոր 4 բոլորդիկը, մեծ մայրը իր զավգներով, հարսներով, թորներով, գաղանթի սեղան մն է ասիգա, բայց ոչ նոր դարի հացկավրան, ոչ բդուղներու գույդը, ոչ մեղր ու ոչ քինի, թոների մեջ գրագը մարած է շադոնց, կանթեղ մը գբրբլա միայն անգյուն մը, ու անոր դատանոտ լույսն է միայն գենթանի այստեղ, որովհետև այդ բոլոր մարդիկը չեն խոսիր, չեն երերար, չեն նայիր, աչքերս կհարեմ, մերած են։ Հաչող վիդեո մնե ըստիս, հագարակ մեկ երկու փոքր սխալներու, վրեպներու, Լա Ֆուայե, նաև ուրիշ սխալ մորաչկի սարգավ, գսե որ պատմված մկրած է, որում վերնակիրն է, այս է եղել, ադիգա արևել այրեն է, Փաշալյանը արևմուտայրեն կրած է, և իր վերնակիրը այս է եղել, ոչ եղել, բայց գբադային ասպաները, և ներողամիտ պետք է ելանք, բայց ընդանապես լավ պատրաստված է, միան խնդալս եկավ, երբ որ դեսա, որ հերախոսով խոսին, որ Արփիար Արփիարյանը և Լևոն Փաշալյանը։ Հերախոսով լավ էր, բայց Լևոն Փաշալյանը շատ հաճող պատմվածքներ ունի, շատ հաճող, և ափսոս, որ աս մարդը վեպ չէ գրած, որտև ադեմը վեճ Գրիգոր Զորաբին մեզ չէ գրած, ալիևս, գրականություն չէ երած, այո, բայց ուրիշ պաներով սպահած է, հայկական Հայաստանի օգնության կոմիտեի անդամ եղած է 1920-ական թվականներուն, բարեգործականի
վարչական եղած է եւ այսպես բավական ակտիվ, բավական կորձուն մեկ եղած է։ Պատմվածքները շատ հաջող են, ինչպես ասի, եւ Գրիգոր Շայնյանը, որ կարևոր քննադատ մնե, ասած է իր մասին մեր քրագանության ասուբը։ Ասուբ այբ սե ո հյուն բե ասուբ։ Ինչ է ասլի որ գթրի եւ գմարի այբ սե ո հյուն եւ բե ինչ étoile filante այն որ հանգարց գելլե գփայլի եւ գմարի ուրեմն ճիշտ նկարագրականն է ասմարտում որտեւ շատ վար գերբով իր դաղանթը դրսևորած է բայց վերջը ուրեմն Լևոն Փաշալյանի պատմվածքներն 3 հատ պիտի կարդանք այսօր 3 հատը իրար յետևե մի չկարտանք, այլ ցեզ 3-ի պիտի բաժնեմ եւ ամեն մեկը մեկ հատ պիտի կարդանք, ոչ թե 3-ը, եւ հետո պիտի խոսենք այդ մասին։ Բայց նախքան հոներ տալը ինչպես պիտի կարդանք այդ վրա պատմվածքները։ Ինչպես կարդալ նորավեպը։ Նորավեպը ինչ է կկազմվի, ինչ են նորավեպի դարերը։ Որբեսի գարենակ լավ հետևին, թեզի պիտի բաժնեմ հարցումներու շարքը, որ գամբասխանի այնտեղ տրված նոթերուն եւ գրնակ հոն միան վերնակիրը գա, օրինակ վայր եւ ժամանակը եւ այլն, մանրամասնությունները ասոր վրա պիտի գտնեք։ Ուրեմն հիմա խնդրեմ Լարա գնաս բաժնել ասանք։ Վայրը եւ ժամանակը, այսինքն դեպքերը ուր կբադահին եւ երբ կբադահին։ Անգախ անգեթե ով ինչ այդ հարցումները չեն պատասխանվիր այստեղ։ Միայն վայրը եւ ժամանակը։ Վայրը եւ ժամանակը։ Դիբարները կնշանակե անձերը, որ պատմվածքին մեջ կան։ Դիբարները, կարակտերները անգլերենով, պերսոնաժ ֆրանսերենով, Տիբաշարը կնշանակե թեփքերու շարվածքը, այսինքն ինչ կբադահի, plot անգլերեն, ինչ է նյութը, պատմությունը, ոչ նյութը, պատմությունը, ինչ բադայեցավ, սկիզբը, ասեղավ վերջը, ասեղավ վերջը, ասեղավ։ Նոր սկեստ անունով պատմվածք ունի Փաշալյանը, նոր սկեստը, գսկսի այրուգին խոսակցությամբ, գինը ամուսինին գսե, որ մեր դղան մեկ դղամ ունին, արդուն թվրոց կնած, գեսորին ետ եկավ և թվրոց չեր տարգոր։ Ասի առաջին թեպն է, ոչ մարդում մասի բան գիտենք, ոչ գնոջ, ոչ ալ բզդիին։ Ուրեմն Տիբաշարը այդ շարքն է դեպքերու եւ հայրը կգան չէ բզդիին իր մոտ, ձո ինչու չես էր տարգոր, դղան պամը գսե, չեմ իշեր իմա, բայց կապտակ եմ եք հատնում, թվրոց մի երտաս եւ այլն։ Ուրեմն դեպքերը այդ շարքը կգոչվի Տիբաշար։ Գործողության ընթացքը ինչպես կառաջանա, հիմա պիտի կանք ասոր առանցին։ Վերնակիրը, որ կարևոր է, եւ թեման, ինչու գրված է ասպատմվածքը, ինչ է ասոր մեզի դված բատկամը, խոսքը, խորուրդը։ Հիմա ամեն մեկը զադարնենք եւ ծեր տուղտին վրա գնայիք թիվ 2 գործողության վայրը եւ ժամանակը։ Վայրը անշրջանցելի է, incontournable։ Այսինքն անպայման այդ վայրը պետք ունենք, թե ոչ գրնանք փոխադրել վայրը ուրիշ քաղաքը։ Օրինակ եթե քյուվի մեջ կբադայի գոր, գրնանք ադիգա Երևանայել որ գրնանք քաղաքի մեջ բադային։ Եթե Թուրքիա կբադայի գոր, գրնանք Երևանայել որ Վրաստան կբադայի։ Վայրը ուրեմն պայման է որ ըլլա այնտեղ ուր դրած է հեղինակը։ Ադիգա կնշանակե անշրջանցելի,
չես կրնար շրջանցել, անցնել։ Կարելի է այս նորավեպը փոխադրել այլ վայրը, ինչպես ասի։ Որքանով վայրը կգրավե ընթերցողին ուշադրությունը։ Երբ կգարտակ, որքանով գեհդեվիս որ ուր է, ինչ կբադայի։ Ուր կբադայի, կարևոր է։ Ուր կբադայի, որքանով ուշադրություն կգրավե։ Հոս մանրամասնությունը գա որ դեսա օրինակ։ Նորավեպի մեջ ուր կսկացվի վայրին կարևորությունը։ Ամենաշատ ուր կսկանք, որ այդտեղը կարևոր է։ Քյուղին թաշտը, շենքին դանիքը, ուր կսկանք այդ կարևորությունը։ Եվ վայրի մասին նկարագրությունը, վայրի մասին դրված բացատրությունները ինչքանով կնպաստեն օգտակար կդառնան մեր կողմէ դիբարներուն, անձերուն ընկալման, ինչպես կստանանք այդ անձերը, ինչ կդպավորվինք, վայրը օգտակար է ադոր մեջ, թե ոչ, առանց վայրի ալ գրնանք նույնքան դպավորություն ունենալ։ Այս հարցումները չեն նշանակեր, որ ամեն պատմվածքի մեջ ասոնց բադասխանները դիպնդրենք, բայց օգտակար են մեզի, որ պատմվածքը հասկնանք։ Ժամանակը անշրջանցելի է, գրնանք այս պատմվածքին, թեպքերը դանիլ և տնել 100 տարի առաջ կամ 100 տարի հետք, ժամանակը։ Ինչ պիտի գործվեր նորավեպեն, եթե ժամանակը վերցվեր կամ փոխվեր, բարձ է հարցումը։ Դիբարները, ով է գլխավոր դիբարը, կամ որոնք են գլխավոր դիբարները։ Նորս կեստի մեջ 3 հոգի կա, ամուսինը, գինը և դղան։ Գլխավոր դիբարները դղան չէ։ Դղան 1-2 խոսք ունի, մարդ ու գին են գլխավոր դիբարները։ Կան երկրորդական դիբարներ, բարձ է հարցումը, պետք է բացատրելու։ Կան անխոս դիբարներ, այսինքն դիբարներ, որ պատմվածքի մեջ են, բայց փառ միսկ չեն ասեր։ Ինչու այդ անխոս դիբարները, ինչու տրված են։ Գա փնաշրջվող դիբարը կամ դիբարներ։ Փնաշրջումը իվովն է, այսինքն թեպի լավը փոխվող ընդհանրապես, զարգացող։ Կան անփոփոխ դիբարներ, այսինքն դիբարներ, որ սկիզբեն մինչև վերջ չեն փոխվիր, կմնան նույնը։ Հեղինակը, աստեղ ուշադիր պետք է ելնալ, ինչպես կգարավարե այս կման դիբարին հանդեպ մեր վերապերումը։ Հեղինակը շատ անգամ գխաղա քեզի հետ, փառը գսե, եւ այդ փառը գարնես տուն եւ ադով կդպավորվիս դիբարին մասին։ Օրինակ, երբ որ նորս կեստի մեջ հայրը գապտագե դղուն, արդեն որոշ դպավորություն մգունենաս։ Եվ իր մասին գարձիկ կգազմես, ադիգա հեղինակին վարբերությունն է։ Տիբաշարը միագդուր է, այսինքն սկիզբեն մինչև վերջ մեկ գդոր գերտա, թե գդրատված է, ասենք հոս մգրատ մգզարն է, 3 աստղ գտնեն ընդհանրապես պատմվածքի մեջտեղը, գշարունակվի քանի ամիս վերջ, բայց այդ 2 ամիսներում միջև դարբերությունը բավական է, բայց միագդուրը կնշանակե մեկ գդոր գերտա եւ ժամանակը սեղմված է։ Հիմա այսօրվան պատմվածքների մեկը միագդուր է, պիտեսնեք։ Քանի մի ժամվա մեջ է, որ կմադայի։ Բայց ուրիշներ կան, ուրիշ պատմվածք կա, անունները ցեզի բից կեմ վերջի գտնել, որում մեջ ամիսներ կանցնին։ Հետևաբար այդ միագդուրը կնշանակե մեկ գդոր, իսկ գդրատվածը կնշանակե մգրադով հեղինակին կողմ է իրար մի անչատված։
Սեղմ է այսինքն սեղմված է թե դարածված է բադահականությունը coincidence ինչ թեր գխաղա պատմության մեջ որ բաներ կան որ դիբարին ցերկը չեն այդպես կբադայի ինչ հրած բիդեսնեք ասոնց բարձխանները եւ գանխադեսելիություն սկիզբեն գնանք երևակայել քիտնալ թե ինչ մի բադայի վերջավորության foreshadowing զարգացող գործողությունը երբ որ տեպքերը կսկսին տեպքերը հստակորեն կբաժնվին իրար մե գա մեկնարկը departure point ինչպես կսկսի ուրգե կսկսի գա զարգացումը քիչ մարչև գերտա կսկսի երբ որ ամուսինը կորձեն դուն կմտնե եւ գինը գսե դղան տվրոցեն փախերը եւ դուն եկերը անդերեն կսկսի զարգացումը հայրը դղուն կգանչե եւ կապտագե եւ գշարունակվի փախումը կամ հանգույցը հոն կամ երկու դիբարներ իրար պիտի փախին կոնֆլիկտի մեջ պիտի մտնեն կամ հանգույցը պիտի լա որ տեպքերը գգնջրոդին այսինքն սահուն ընթացքը բադայի որ օրինակ նորսկեստի մեջ բզդիկ տղան գհիմանտանա ադիգա հանգույց է խնդիր մի եղավ ուր է տիբաշարին պլատին կակատնագետը զենիթը ուր ամենեն ավելի տեպքերը կզարկանան և գասնին պարծրագետիմը նորսկեստի մեջ բզդիկ տղան գիվանտանա և երբեք չգնալակվին նոր իր ձնող կբարտկով արած տվրոցի կոստյումը ադորամար դմրոտ չեկացած տղան որդե կոստյումը չունի դղան գիվանտանա և երբեք չի գնալակվին որովհետև գիվանտանա վերջալ գմերնի և շատ դխուր վերջավորություն ունի մարդուգին գրստին կովկովի գուլան և հակուստը գարնեն իրենց վրա շատ դխուր է բայց շատ կեղեցի է նաև տիբաշարը գահանտիբի գահանքի պարվոք լուծման happy ending Փաշալյանի մոտ կրետ է երբեք happy ending կրետ է երբեք միշտ բան մգա դխուր եթե չէ հուսախապություն մգա հաջորդը բատմողին մասին բատմությունը բատմողին թեմքը չի նշանագեր թեմքը կնշանագե առաջին թեմքը այսինքն ինքը իր բատմությունը կբատմի թե երորդ թեմքը ուրիշ մեկը իր բատմությունը կբատնի թեմքը հատ կնշանագե ասպարակային եթե առաջին է ընդհանրապես ավելի հավատք ընձայելու բադեություն ունենանք այսինքն որովհետև մեկը գխոսի ինքնին մասին գավադանք իր ասածին ավելի անգենց կնալալ և իր միտքի մեջինը մեզի գփանա որովհետև կոց անցմն է ինքը գխոսի մենք կտեսնենք միտքի մեջ ինչ կա մինչդեռ երրորդ թեմքը ես կբատմեմ երրորդ անցիմը մասին բայց չեմ գիտեր իր միտքի մեջ ինչ կա ուրեմն ծածկված է ադիգա ինձ մե հետևաբար առաջինը ընդհանրապես ավելի վստահելի է քան երրորդը բայց առաջինն էլ իր հարցերը ունի եթե օրինակի համար մտային հավասարակշռությունը գործընծուցած մեկն է այսինքն մտային հիվանդություն ունի չես կնար հավատք ընձայել իր ասածին այ օրինակ դամասոր ամենը նշանավոր օրինակներն մեկն է Վլադիմիր Նաբոկովը վեպ ունի Լոլիտա գիտե Անդանելի է, չեմ ես Հեղինակը ես բան է Վերջացուցիր
Վերջացուցիչ է մնալ Առաջին թեմքով է, այսինքն մարդը, որ ահավոր ոջիր մկործած է, 13 տարեկան աղջկամը, ոչ միան պրնապարած է, որպես գին արած է Ամերիկայի մեջ և ստիպած է աղջկան, թադիկը կանչվի և իր ինքնաբաշխանությունը գկրե և վեբը իր ինքնաբաշխանությունն է, ինչ կսենք ինքն իր մասին, բայց չես կնար հավատալ, որ սածը ճիշտ է, որովհետև բնական է, որ ինքզինքը պիտի արդարացնե։ Ուրեմն առաջին թեմքով սվածները միշտ չէ, որ անգերձ են, կամ ճշմարիտ են։ Անշուշտ։ Ինչու գարտացի այս վեբը։ Ինչու գարտացի։ Որովհետև այսին հետաքրքրությունս ինչպես է, որովհետև ուրիշ քիք մգա, որուն անունը Reading Lolita in Tehran։ Այո։ Ադոր համար ասի որ նայն ինչ է աս Լոլիթա։ Եվ զղջացիր։ Այս մյուսը չեմ գարտացած դագաղի։ Okay, ես Լոլիթան գարտացի, երբ որ մաստերզս կնեի գոր անգլերենի, և ադակ կիք չէի գարտացած։ Պնավ չէի գարտացած և գգարձե, որ կլուխ կործոց է Լոլիթան։ Երկու անգամ ֆիլմի վերացված է։ Բայց ինչու կլող կործած է, Ինչու։ ինչ անգույն են, եթե նույն արկան թժվարեն է։ Դժվար չէ, որնև երբեք չի նգարակրեր իր թունգը հասկնաս ինչ կբադայգո, բայց կեի չս է, որ ես կացի աղջկան մերգացուցի, իմանուշիկ Լոլիտաս, հիվանդ միտք է։ Հիվանդ միտք է արդարություն, որ կիրկի վերացված է։ Օրմը ծեզի պիտի խոսիմ Henry Jamesի The Turn of the Screw բատմվածքի մասին, որ ավելի մեծ կլուխ կործոցվում է, բայց ադիգա ուրիշ օր։ Վերնակիրը գնբաստե, գոքնե, ընթերցողի գողմե, նորավեպի ընգալման, ինչքանով գոքնե վերնակիրը, որ հասկնանք ընդունինք, դվավորվինք բանվածքեն։ Թակուն բաղված խորուրդմը, միտքմը, կաղապարմը գա վերնակրի մեջ, և որ դսե այս է եղեր, ավելի լավ օրինակը որ դամ նորս կեստը թակուն միտքմը ունի օրինակ, և վերջինը, ինչու այս նորավեպը, ինչու կրված է, մարդը բատմությունը ուզեց բատմել, չէ, պան մգա, այսինքն եթե բատմությունը ուզեց բատմել, գրնար իր պարեգամները հավաքել դունը, բատմել, ինչ պետք ունի կրելու, որ մենք ալ գարտանք, հոն ուրեմն նվադակ մգե դամնթե, և այդ նվադակը ինչ է, և որն է բատմվածքեն մեզի հասնող միտքը կաղապարը։ Թեմային և թիբաշար դարբերությունը ինչ է։ Թիբաշարը ինչ կբադահի։ Պլատն է գսեր։ Այո, ինչ կբադահի։ Okay։ Թեման ինչու կբադահի։ Ah, Թիբաշարը ինչ կբադահի։ Բաճարները ինչ կբադահին թեմային մեջ են։ Լապարյուրի մեջ ինչ կբադահի գինը ընգերուի են գարնե, ուրեմն մանյագը, վիզը, և այլ, ինչ կբադահի։ Ինչու կբադահի, որև այդ գինը իր գյանքեն կող չեր և գուզեր ավելի շքեղ, ավելի ջող գյանք մաբրիլ։ Ադիգա երբեք մոպասանը չսեր, բայց կսե, որ գերևագայեր հարուստ գյանք ամրիլ և այլն, բայց մեզի չսեր, որ բաճար իր տշպախտության ասեր, պացենի պաց չսեր ադիգա կեզի, թուն բիդի հասկնաս։ Եղավ, ուրիշ, հրամե, Եվ ինք հարուստ կնգե մգարնի այո, ընգերուին է, անբայման իսկագանն է։ այո, Եվ չգիտես, անիգա միտքեն չանցներ, որ Ճիշտ։ հարուստ գինը գերձը։ այո, ճիշտ, ադալ գավատմած մեջ, ուրեմն, քանի մը դարբեր
գաղափարներ կան, մեկը ադե, որ թունալ գգարձես, որ գարտացած ադենը, մանդան Ֆորեսիեին մանյակը իսկական է, վերջը մեջ տեգել է, որ չես սուդեր, ադգալ իր գարկին, ուրեմն հոն է, որ դսկսիս մտածել, որ աս բատմացկը, գնա ելնել Փարիզի 1880-ական թվականներին եւ կալ Մոնրեալ այսօր, օրինակ։ Ուրեմն զավալը բզի է ավելի քան դերով։ Ճիշտ է։ Նույն զավալի ոչ կա, քրական ոչ, որ նույն գալույցը չի հերու։ Այսինքն որ անպայման նույն նորավեպ չլար։ Նորավեպ չի, բայց ինչ կլե։ Գաչ գրությունը։ Այո։ Short story։ Գաչ գրությունը գլա։ Անգլերենով նորավեպին գսեն short story։ Short story-ին գնա երկու էջեն մինչև 60 էջեր տալ։ Ջեյմս Ջոյսը պատմված ունի The Dead 60 էջ է։ Եվ ուրիշ պատմվածներ կան The Story of an Hour Kate Chopin երկու էջ է։ Ամենից որ գնա շատ կարճ լալ, գնա շատ երկար լալ, բայց չի գնար 100-ներով լալ։ 100-ներով լալ մեզ վեբ կդառնա։ Նաև պատմվածքը պետք է հարկե որոշ օրենքներ։ Մեկը դիբարները պետք չէ դասնամատիկ լան, քանի մատ պետք է լա, որովհետև ժամանակ չի գա 3-4 էջի մեջ, այսօր մի գարտակ 6 էջնոց պատմվածք, ժամանակ չի գա 10 հոգի մտցնելու, պիտի ստիպված լա սեղմել, պիտի ստիպված լա ժամանակը սեղմել, հետևաբար այսօր նորավեպը ալևս տասական կաշվի, կլասիկ կաշվի և նորավեպ կրոգը, բայց մոդելը տասական է, կլասիկ է, այսինքն նորությունը չի պերեր եղածնենու վրա, այսօրվան կրողները, նույնիսկ այսօր աչ է 40-50 տարի առաջ, մոդելները փոխված են, պակինի մեջ ես վերջերս տարկմանեցի, The Balloon անունով պատմվածքը, բալոնը, պուչիկը, ամբոչ պատմվածքի ընթացքին, հսկա բալոնը, պուչիկը, Նյու Յորքի վրա գծպա, ամբոչ պատմվածքը ասե, ուրիշ պան չի բադայիր, միան վերջավորության պամը գբադայի, որ գկիտնաս ինչու գլնա գորադիգա, բայց պատմվածքի մեջ անցեր և այլն, որ մեկ հոգի գա վերջավորության, բայց ամբոչ պատմվածքի ընթացքի մարդ չի գա, գա ժողովուրդ, գա մարդիկ, գան երեխաներ, որ գծատկեն գպորցեն հասնիլ պուչիկին, օտ նեդել, պուչիկը մեկ շենքին գզարնվի, մի շենքին գզարնվի, շատ տբավորած էր ինձ այս պատմվածքը, գամ ուրիշ պատմվածք գա, որ գուզեմ որ մթարկմանել, գոչվի Here I stand ironing, հոս կեցած կարտուգեմ, Քրողը Թիլի Օլսն սևամորտ գիմն է, որ կարծեմ սևամորտ է, վստահ չեմ, այսինքն շատ կարևոր չէ, բայց գիմն է, որ գնգարակրի իր ամբոչ կյանքը արտու գրած ադենը։ Ամբոչ պատմվածքը արտուկն է, ուրիշ բան չի գա։ Բայց ամբոչ պատմվածքը իր կյանքն է։ Այսինքն գեհդեվի Mrs. Dalloway-ին, որ Virginia Woolf-ը գրեց։ Mrs. Dalloway-ը իրիգունը պարտի մբի, դա և արդուգանուխ կելը և գսկսի պատրաստություն դեսնել։ Այդ մեկ օրվան, մինչև իրիգվան, պանն է, իր գյանքը, ինչ հրավայդ օրը, բայց ամբոչ իր գյանքը այդ մեկ օրվան մեջ է, որ ասոնք նոր մոդելներն են, որ իրաբաշ շարժում են վերջ ձնան, ավելի մոդern և post-modern շարժումներն են այսօր։ Գիշեք օրինակ, որ Խաչիկ Տեր-Ուգասյանը, դոկտոր Խաչիկ Տեր-Ուգասյանը եկավ և մանրա պատմված կրավ մեզի, microfiction, գիշեք, մեկ բարբերության մեջ պատմությունը ստեղծել։ Հետևաբար մոդելները այսօր փոխված են, ես ծեզի գուդամ, որ տասականը, որ ամենեն հին մոդելն է և մանավանդ 1880-ականին մինչև 1915 թվականներում նույնիսկ անգևեջ կործածվող գաղաբարն է։ Ուրիշ, մենք ասկսիրենք, միսները
գսկան ինչպես որ օրինակ երաժշտության մեջ ալիևս չես գտներ Բեթհովենի, Բախի, Բրամզի նման մյուզիկ կրողներ չես գտներ, որովհետև adonk արդեն այնքան լավ ըրած են, որ նորնող անոնցմի լավը բիչն է։ Ուրեմն նոր բամը գործեն, են նույնն է նկարչության մեջ։ Մեկը չի փորձեր երթալ եւ Պիկասոյեն լավ բամը գծեն, որովհետև արդեն եղած է։ Դու նոր բամը պետք է ես։ Բամը գարտացի, երբ որ առաջ, գսել որ եթե քեզի չհոգնեցներ գարտացածդ, ուրեմն լավ է։ Չեմ թերի, թե անգրնա ամեն մարդ չի համացանի, բայց բամը որ գարտաս եւ կհոգնիս։ Չես ուզեր գարտալ, այո։ Քրագանություն, քրագանություն, ադիգա։ Նա գողքնին ինչ կնշանագե։ Նեմ ադիգա ասկա։ Օրինակ մտալու համար, եւ որ Հենրի Ջեյմս կնեի ես, Վեբերը կգարտայի, Հենրի Ջեյմսը գանքին վերջավորության կամ վերջին 25 տարին ալիևս չեր գնար քրել եւ ուրեմն մեկը վարձած էր գինը որ ինքը գտելաթրեր գինը կքրեր բայց իր միտքը ցերկեն ավելի արագ կաշխատեր ուրեմն ինքը գխոսեր անալ շարատրեր բայց քիրքերում մեջ էջեր կան որ էջեր չէ գլուխներ կան որ գսկսի աս էջին վրա նաղատասճումը Գերտա, երեք էջվերջ վերջագետ եմ ուկա։ Հիմա ադիգա գողքնեցնեք եզի, այո, որովհետև կպորցես միտքդ բայել ինչս ավ երկու էջ առաջ։ Բայց հաջիկ կուդա, կեզ մեկ ախում ունի ալիևս։ Մարդիկ կան, որ օրինակ կպանան կիրկը, չէ ասիկա հոգնեցուց ինձ ես, թյուրին կիրկ կուզեմ գարտալ, գամ գմտնես, հիմա օրինակի համար, այո, գնաբադայի որ ծանցրանաս, գնաբադայի, որ սկսիս և համպերությունը չունենաս, ռուսական վեբերուն եթե երթանք, մադամ Բովարիին երթանք, այսինքն ես գիտեմ, որ Աննա Կարենինա սկսած եմ 3 անգամ և հայտնի արդեն, որ ինչպես վերջացավ, բայց Կարամազով եղբայրները երկուք հաստ կիրք ձայրե ձայր գարտացած եմ։ Անպես որ պրնեց կեզի, ալիևս կեզի կմնա։ Հրամեցեք։ Եվ դիսերտասիոն քրելնից ամբողջ ստրուկտուրը պետք է լալ։ Այո։ Ինտրոդուկցիոն, թեզ, անտիթեզ, այո, դիսերտասիոններ, այո։ Զերո է։ Սերուզավիցանը որ ասնորավեբի կապարը Եթե Ֆրանսիան մինակ ելած չեն անկիախոս աշխարհում եք նույն ցևը արած են չեն ինչպես եղավ Հայերու մեջ մանավանդ բոլիս 1915 առաջ Ֆրանսիան է ամենքն Ֆրանսիան է նույնիսկ քննադատները որ կգրեն աս հեղինակներու մասին Զորաբի մասին գեն հայ մոպասանը բայց նույն թվականներուն թե Ամերիկայի եւ թե Անգլիայի մեջ գաջ քրություններով բացմացներ կրողներ գային բայց բոլիս ֆրանսականը գուկար այո Հարցում ունեմ նորավերդերու բարակային ինչպես բարոն Խաչիկ Դերուգասյանը ներկայացուցնենք մայկրո fiction story 1000 բար գլա կամ 300 բար մոտ գլա նորավերդի բարակային թիվ գա ճիշտված որ չէ Ասի քիչ առաջ գնա 2 էջլա գնա 60 էջլա 3 պատմվածքներ ունին մեկը գոչվի աղավնիները մյուսը գոչվի դերդերին ուխտը երրորդը գոչվի վերջին համբույրը դուք պիտի գարտաք եւ վերջավորությամբ պիտի խոսենք Փաշալյանի պարամետրը vocabulary-ին քիչմը Կասական հայրենի կրապարի աստեցություն ունի, կրապարյան ծևեր կան իր կրության մեջ, բադրաստվեցեք, օրինակ առաջին արդեն զովիգը կդավ, սենեգի մեջ, սենյակ է, սենեգի մեջ, օրինակ,
Եթե ովևէ ժամանակ դժվարության մարջևը լակ կամ հարց ունենաք, կանչեցեք զիս։ Սիրելիներ թաթար մարնենք և հիմա ուրեմն հարցումներում բաղասխանները պետք է կտնենք խնդրեմ հաջորդ 20 վայրկյանը դվեք բաղասխանները վերջնականացնելու ոմանք արդեն բաղասխանները կտան Սարպին խումբը պատրաստ Ձեզ մեով մի ներգայացնեմ բատմությունը Նորա հրամեն Ուրեմն աղավնիները նորավեբին մեջ կան 3 ծերունիներ, 1 եղբայր, 2 բարավ քույրիկներ եւ պատմությունը կսկսի նկարագրելով իրենց դունը Թուրսեն, թե ինչպես փորփոսած է կշարունակվի նկարագրելու դունը, որ անցյալին հավանաբար շքեղ եղած է, բայց այսօր դարներուն ընթացքին ավելի մաշած է եւ կնկարագրի այս ծերունիներուն գենթադրենք Կիրակի օրվա օրագարկը, թե ինչպես դունեն մեկնած, սև հակված, կրուխնեն գաղ, կքալեն թեպի թաղի եկեղեցին, հոն իրենց արդու, Կիրակի արդվա սովորական օրը շարունակելով, բազմոցնին դեղավորելով, նվրատվությունը տալով, նստելով եւ ելած ադենը օրինակի համար Թուրսի աղկադին իր նույնիսկ Կիրակի օրվա բաժինը տալով Պատմությունը կշարունակվի, երբ օրը անագնկալ դունին բարդեզը աղավնիներու խումբը կուկա եւ ձերունի մարդը կտեսնես, որ ուրախացեր է եւ կդառնա այդ աղավնիներուն հոգադար բահագը Տշպախտաբար օրը հրթեհը դեղի կունենա եւ բարավ երկու քույրերը եւ եղբայրները դուրս կփորձեն ազատիլ քույրերեն մեկ հատը գիշեցնի եղբոր, որ վերը սնդուկ մոնի իր ապրանքներուն, ուրեմն եղբայրը ինձինքը կարաչարգե, որ ներս մտնե այդ սնդուկը ազատելու, մինչ այդ գհիշե, որ իր աղավնիները կան հոն վանդակի մեջ պահված, եւ սնդուկը մեկ կողմ ցկելով գերտա թեպի իր աղավնիները, որ այդ վանդակեն աղավնիները կա եւ ազատե։ Դուրս ելած ադենը նախ ուրախ է, որ ուֆ կրծա աս մեծ հրթեհեն կոնե իմ աղավնիներս ազատել, թե պետ բարավ քույրիկները իրենց սնդուկին հետևեն էին, որ գործվեցավ, երբ կհաշվե յուրաքանչյուր թրջուն կնշմանե, որ թրջուններեն մեկ հատը դժբախտաբար հոն չէ, ուրեմն մեկ աղավնի գործունեացած է հրթեհին մեջ, իսկ պատմությունը կվերջանա այդ նկարագրով, որ ասերունի մարդը գրեթե խելակար այդ մոխիրներու մեջ այդ մեկ գործունեացած աղավնին կփնտրե դակավին։ Yes, մասը որ եւ զավակը։ Եվ մեկ մաս մգա որ սկիզբը նկարագրե որ as մարդը իր գինը եւ մեկ զավակը մահացած է գործունեացած է։ Այո, կարևոր մանրամասնություն է կարծեմ։ Որ մարդը գին եւ զավակ չունի։ Եվ ադիգա ինչու կարևոր է։ Կարևոր նյութը բացվեցավ։ Ինչու կարևոր է, որ ձեր մարդը, որ իր երկու քույրերուն հետ կապրի, գին զավակ չունի։ Ինչու կարևոր է։ Ինչու տրված է ադիգա։ Ինչու գրած է մարդը, որ գին զավակ չունի, բաճար մը կա։ Որովհետեւ վերջավորության հալա թրջունին մահվան կաղապարը գա։ Այո, թրջունի մահվան կաղապարը մեկ թրջուն է, մեկ զավակ, առավել զավակ չունի, գին չունի, որ սիրե, որում բի սիրե աղավնիները,
հոնեատ ադոլամար ավել ծված է ադիգա Անոր համար նշանակություն ունին աղավնի։ աղավնիներ իրեն համար զավակներն են ծևողման եւ որ մանավանդ մեկ հատը չի գա լավ դիբարները ով է Դիբարները ուրեմն մարդը ձերունին եւ երկու բարավ ուրիշ մարդիկ կան պատմության մեջ եւ թրջունները աղավները չես կնար աշխել աղավները չես ուրիշ մարդ կա ուրիշ քյուրացիները կան եկեղեցին ժամգոչը կա որ հազիվ եկեղեցի մտնեն գտանի իրենց բազմոցը գտնե ուր պետք է նստին մուտքի աղքատը կա որ չեն խոսիր կարևոր ադիգա է որ երկրորդական դիբարները չեն խոսիր գլխավոր դիբարը ով է մյուս երկու քույրերը ինչ են եթե գլխավոր չեն երկրորդական լուր դիբարներ են բայց վարգամը լուր են քույրերը մեկ տող ունի ամեն մեկը մեկ տող ունի ինչ կսեն աղ սնդուղս մեկ քույրը գսե աղ սնդուղս մյուսը գսե Aman bidi erink, ayrink, փախինք։ Պատմությունը քույրերուն վրա չէ։ Պատմությունը գապ չունի չէ, բայց անոնք չեն որ Բայց սնդուկը բաժար եղավ որ ինքը յետ տա։ Այո, սնդուկը բաժար եղավ որ յետ տա։ Անուն չունին, կարևոր է ասի։ Այո։ Անուն չունի։ Երեք քույր եղբայր անուն չի գա։ Համարտն անուն չունի։ Չէ։ Մարտն անուն չունի։ Ձերունին եւ բարավին։ Ձերունին է։ Հետաքրական է։ Դեպքի վայրը ուրեմն քյուրն է, բայց նաեւ իրենց դունը։ Քյուրին ձայրը եւ փարմը կորցածվի դունին համար։ Մինավորիկ։ Aranțin, isolated, aranțin dumne, minavorik dumne. Marciga moderă. Amai. Ուրիշ, ինչ կուզեն կավելցնել, գործողության սկիզբը ուր կսկսի պատմությունը։ Նորան ներկայացուց դեպքերը, բայց ուր կսկսի ասպատմությունը։ Դունեն թուրս։ Ուր? Դունեն թուրս։ Եկեղեցի եւ կերտան։ Հերթեղին հետ կսկսի։ Հերթեղին հետ կսկսի կամ երբ որ արավները գան կսկսի։ Աղավնիները բэкգրաունդի մեջ են, որտեղ աղավնիները երբեք չես տեսնել, բացի այն վարգանին, որ կսկսի աղավները քրգել եւ համբուրել մեկ-մեկ։ So, աղավնիները բэкգրաունդին դեպքերը կսկսին, ինչու ասպատմությունը կսկսի եւ որ հրտեհը կսկսի։ Ուրեմն հրտեհը սկիզբն է։ Բարձրագետը ուր կբարձրանա։ Երբ մարդը Երբ անդրադառնա որ չի գա որ պետք է որոշե։ Հրտեհը բարձրագետ չէ։ Հրտեհը սկիզբն է, բայց ամենեն բարձր գետը ուր է ասպատմության։ Ուր է որ Երբ որ նշմարե որ մեկ հատը բագած Եվ որ գնշմարե որ մեկ հատը չի գա։ Ամենեն բարձր գետը on է։ Եվ որ գտեսնե որ աղավները մեկ հատը չի գա։ Ադիգա climax-ն է, ասպես ասած։ Եվ ինչպես կվերջանա, կարևորը ասիգա է։ Խելաջ մարդը խելակարված մոխերներում մեջ at մեկ հատի կփնտրե։ Okay, մարդը դակավին աղավնի կփնտրե մոխերներում մեջ։ Հիմա ասիգա որ չափ ինչպես կտեսնեք սկիզբի եւ վերջ ասպատմության։ Սկիզբի նկարագրականը եւ վերջավորության նկարագրականը ինչ է դարբերությունը։ Ուրեմն սկիզբը մարդը շատ պատկարելի հարկված շնորհքով մարդ մներ, որ ամեն մարդ իրեն ասանք հարկանքով գտիդեր երբ որ գկալեգոր, իսկ վերջավորության միան վերջին բարբերության մեջ բոլորովին հավասարակշռությունը գործընծուցած ամուսնն է։ Ճիշտ։ Կյանքը որ չափված, ծեված, գիրագարդու գակվի, գկալե արջևեն քույրերը
Եդևեն գիտե թե ինչ կնե աղավինները գբահեն եւ սերը եւ կրկուրանք դա վերջավորության մեկ դողում գարտացեք հաջիկ որ կնկարագրի մարդու վիճակը Արչի գոգիկ հակված մարդը չէր, որուն խիստ նայված կբատկարանք կաստեր ամենուն։ Անվստահ երերուն կալվածք մուներ, հակուսները Անվստահ երերուն օրորվող կալվածք մուներ Հակուսները խարվակնթոր եւ միամիտ ժբիտ մգարմիշ չերտունքին վրա, աչքը դարդամ անորոշ արդահայտությունը արածեր, գենթանութենե ու իմացականութենե զուրկ։ Մարդը գենթանութենե զուրկ են աչքերը, ողջություն չէ մնացած աչքին մեջ, որովհետև խանգարված է, վերջացավ։ Շատ դխուր վերջավորություն ունի եւ ինչպես կրնա լավ չխոսիմ։ Ինչ աս մեսաժ ասպատության, դա մեսաժը Գնանախ ինքը Թարար Տիբաշարը ասել Ինչ foreshadowing-ը որ սկիզբը չանդրադարձանք կարծած ադենից, բայց Եդ երթաս դες հիշեսն է որ բզդիգը մեկ բզդիգը մերադև մեկ հետո մահգա սկիզբեն եւ մեկ թրջուն է որ մնացած է բայց քանթե գետրոնանա որ 10 չեմ գիտեր քանի հատ բահեց ադ մեկ հատի Բրավո very good որ բոլոր թրջունները ողջ են բայց մեկ հատ որ գործընծած է ամբողջ ցանկը դակտումրա արավատ մեկ հատին Ճիշտ է որ փոխանակ ուրախանալու 15 թրջունին հետ մեկ հատին յետևեն կացեր է որը գործընծուց Գարձես սկիզբի գործընծած զավակն է որ հոն կսկսի Վերանորոգվեցավ իրենց ցավը Ճիշտ Ցավը չէ ուղղակի խելակարության Խելակարության կնացնի այո Թերևս քրողին նպատակային է մեզի ասել որ այդպիսի ցավեր կրնան գոյություն ունենալ որոնք կրնան մեզի եթե չի թարմանեն կրնան մեզի խելակարության բաներ Նպատակը նորավեբերուն ցանկի ցավոտ կողմերը ցանկի դքեղ սիմպաթիա ասպարակային դքեղ չէ ասպարակային ցավալի Ադիգա ներկայացնել է քեզի եւ ուշադրություն դարձնել այդ մարդոց որ եթե աս մարդը փողոցը դեսար եւ առաջին անգամ կտեսնես եւ նայվածքի մեջ անորոշություն կա Եդևը փամը գա աս մարդուն գեզած դեղոն չեկավ խենչաս մարդը Ուրգե ասավոն այո նա Ինձ ասփանը շատ տպավոր է Մտի գրեք Աչքը դարդամ ու անորոշ արդահայտությունը արած էր Ինչու որովհետև ես դեսած եմ մեկը որ Դարիներ առաջ օթանավի արգածը բադայցավ մեկը գինը եւ երկու բզիկները գործընծուց օթանավին մեջ բադահեցավ որ Հայաստան դեղմը ատմարտուն հետ նույն նայվածքը ասեր Դեսար Դարդամ անորոշ արդահայտություն աչքերում է Հիմա հարցը թե Փաշալյանը ինչու ասիկա գրեց կամ ուրդեղեն դեսավ ասիկա Հարցը ասիկա հոնե որ գերեվի մարդուն դաղանթը հոնե որ Երևակայած է ասիկա ինքը, գենթատրենք, չեմ գարձեր իրական պատմություն մահարավ, որդև ուրիշ պատմվածք ունի, որ վերնակրին դա կրե, իրական կյանք է կկրե։ Ուրեմն ասիկա այդպես չի, ասիկա նույնիսկ կրած է նորավեբ է, կրած է, հոս աղավնիները դա կրված է նորավեբ, գնշանագի ասիկա հորինված է, ստեղծած է։ Հարցումներ ունիք, այո, խնդրեմ։ Մեկը բարձ նորավեբին նյութին վրա պետք է միշտ քեշ կողմերը լավ գլափաներ որ ծրագանեն Պոզիտիվ Հիմա հաջորդը մի տեսնեք որ քիչ թե շատ տրագան է, բավական տրագան է Մեկ բան կա որ շողերը անդրադարձավ որ ես նման մորցած էի Վեբը երկու գլուխ ունի, թեպետ ունի ժամանակի գդորներ, բայց ամբողջ պատմությունը որ դեպի ունենա այդ գլուխին դագե, իսկ մինակ փեն գլուխը գահասնի սեկ որ արդեն այդ մեկին դատ աղավնիները կփնդրեն։ So քեզի beginning եւ before եւ after-ը շատ գդրուկ ծևով ինքը Առաջին մասին մինչև այնտեղը որ 3 աստղանիշերը կան, առաջին մասը նկարագրություն է, այսինքն ուրենք ով են աս մարդիկը Եվ որ երաստղը գտրվի, երեք աստղերը, դա գսե կիշերմը
ուրեմն հոնգը սկսի բաղվածքը, հոն ընտած կարնի։ Եվ վերջը ժամանակ մգանցնի և երորդ մասը գուկա։ Այո Ռիտա։ Ուրեմն աս պատմությունը միագդուր չէ, իրենցը միագդուր չէ։ Չէ, գդրադված։ Գդրադված է, ճիշտ, այո, որտև ժամանակ անցած է։ Հիմա իրենցը գդրադված չէ։ Միագդուր է, մեկ գիշեր է։ Այս թեպքերը մեկ գիշեր է։ Լավ, ուրիշ։ Անցնի գաչորդին։ Ով գուզե խոսիլ, Արամը բիդի խոսի։ Այս պատմությունը կսկսի նկարագրելով Հակոբը, որ երդասարդ դղամն է, շատ կսիրե իր կյանքը իր օրերը անցնել լեռներու վրա որսորդություն ունելով։ Բայց նույն ադենալ շատ վտանգավոր գտնվի, որովհետև այս որսորդության ադեն շզան արգածները ազատած է։ Բայց քյուղացիները իրեն շատ գհարկեն, որ շատ իբրև լավ որսորդ մնե։ Օգնելու համար արամ աս գործը ինչ է։ Աս ագոպին կորձը ծխախոդի արևդուրն է։ Մաքսանենգություն, խաչախճի։ Խաչախճի։ Եվ հոն վարմգա, առաջին էջի վրա, ռեժի։ Ռեժին այն պետական աժանսն է, էջենսին է, որ ձխախոդի, օրնակոս ռեժի դեզալկուլը, որ գգարավարի ադոր մուտքը և ելքը դու չես կնարևտալ և պերել և ծախել։ Ուրեմն հոն պետական էր, սուրյա ասանգեր, սիգարետի ռեժին գար, ձխախոդի ռեժին գար։ Հոն ռեժի գա, բայց ինքը մաքսանենք է, խաչախճի է, կողծված կամ ծերքի դագե, սեղանի դագե, ձխախոտ գծախ է, գկն է գծախ է։ Շարունակ է, կորձը կարևոր է ասում։ Բայց գիշերները չի ծախել, օրտուն գծախել։ Այո, ուրեմն աս Հակոբը որսորդություն գսիր է։ Որսորդություն գսիր է և պավագան պաժին մգա, որ գպացադրի ինչպես գվորսա գենթանիներուն, ինչպես եղնիկները գվորսա և ետևեն երթալով գհաչողի, բայց իր ընդանիքը շատ բտահոգ են, որ իրենց դղան, Հակոբը, շատ վտանգավոր է ասրածը, որտեղ կյանքին համար մտահոգ են և գորոշեն, որ իրեն համոզեն, որ ամուսնանա և ընդանիք հիմնե, բայց ինքը գիներու 25 տարեկան է կամ 26 տարեկան է և չհետաքրքրված, որ ևեցեով ասան կյանքեմը, բայց ամենավերջը գհամոզեն և գամուսնացնեն Եվ աս անցը քանի ամիս հետո նորեն գսկսի իր դունը ցկելով, ընտանիքը ցկելով լեռները տալ որսորդությունը շարունակել եւ զենքը իրեն համար ամենամոտ սիրահարի պես ընկեր զենքը եւ քյուղացիները եւ որ ինքը լեռները գլան շատ ուրախ են, որովհետեւ բան գսկան, ապահով գսկան Եվ օրմը աս գանտրատարնան, որ եկեղեցին պագտաշտ կա, որ եգիպտացորեն կհասցնեն, ասոն կկողծվի և աս Հակոբը կբախվդի և կդեսնա, որ երկու թուրքեր, որ գացին հոնդեղեն, անոնք կկողնան և իրանց բախվդած դեղեն գելա և կգրագե, կվախցնե և կպախին և ադոր վրա ասնույթը ասակ կարծեմ մեկ առաջին տրվակն է թուրքերուն վրա գրագյանը պախին կվերջանա հոն կվերջանա այդ տեպկը բայց ընտանիքը նորեն շատ մտահոգ է որովհետև իր ընտանիքյան կյանքին չի ուշադրություն ուներ իր ազատությունը իրեն համար շատ կարևոր է եւ գորոշեն որ ինքը դերհայր լա Սերնատրվի և այդ ժամանակին, որ կահանամը, որ առաջնորդը, որ գբդդեր առաջնորդը
Եվ որ այցելության գուկա իրենց տունը գժամանե, ասոնք լալով, պանով, աղաչելով, ձունգի կալով իրեն կհամոզեն, որ կահանա դերդերը լա, դերհայր լա, և մարդը չուզեր, բայց ինքնա լալով և շատ դխուր է աս որոշում են, գլա մդիկ կնը հնազանթի, բայց դարիներ գացնի 3 տարի չապ և գնիհարնա դխուր է, ուրախ չէ, Ինչու որտեղ գգարոտնա իր ազատ կյանքը որովհետև եւ որ կանա գցերն ատրվի առաջորդ ականջին փամը գսե հա գսե որ այլևս պետք է խոսք տաս որ զենքը պիտի ցկես իրեն համար ադիգա ամենամեծ դխրության նյութն է զողությունն է բայց ադեն գանցնի եւ օրմը դարիներ հետո ադամը գասի եւ օրը գիմանա որ քյուղացիմը գփորձե որսորդություն ունել եւ գիմանա գտեսնե որ անցը խենթ գուդեր գրագե փամուչի գնար որսալ սպեշերը գահավակե վազելով կով գերտա զենքը ցերքեն գարնե եւ գրագե դեվի 12 անգամ եւ 12 հատ թրջում գորսա դադրակ եւ գարնե աստրությունները պրինցի վրա գշարը եւ փուլ գխրգե որ էփվի եւ այդ նույն քիշերնալ իրենց տունը գայցել է սրբազանը նույն սրբազանը որ իրեն խոստնել դուված էր որ ցկե զենքը եւ աս սրբազանը ավորը գուդե դե շատ համով է աս թրջունը ով ասիգա հաներա որսած ասան Գսե որ ես որսացի, բայց գսե թուն պանըտ ավրեցիր, ուղտըտ ավրեցիր, բայց գսե հոգ չէ գսե, շատ համով էր, ասկի ետ որսասն է, քանի մարդը առաջորդարան խրգել, բաղնոր են որսել, առաջորդարան ախրգել։ Հիմա ամենին կարևոր պաշինի եկա։ Վերջին քանի մրդով։ Նորեն գսկսի իր որսորդության սերը ետ գտնալ եւ ուրախութենեն փանի վարոտ gunpowder վարոտը գարնե գսկսի ուդել ամբողջ բեխերում վրա քլխում վրա գսե եւ ուրախութենեն ասը Մարոտ գարնե գսկսի ուդել և խմոր մը գսկսի լալ բեխերում և մորքեն Վիտամ մդահոք է որ ասիկա թունավորեր է պիտի մերնի Գրամեն երսես Ինչակ բարոտ ուգուդի Ով են բատուվածքին Ով է վիտակ պես Երեկ ընցիքել Հա, ուրեմն որսորդը Թորոսենց Հագոպը, որ որսորդն է, որ վերջը դեր Մեսրոպ կտարնա, հայրը մայր գածնող, որ արդինը, որ լուրեն, այսքան մեջտեղ չգան, գինը, որ հեչ անուն չգա, կոյություն չունի, առաջնորդը գա, Եվ ատքան Վայրը քյուրիմը մեջն է գենթատրենք որ պատմական Հայաստան, Թուրքիա 1870-ական թվականի ուրիշ տեղ չի գնարելալ անալկա Եվ եղանակը ամարվեն աշուն Եղանակն ակա որտև գսե որ եգիպտացորեն հասած ադենին է Եվ դերներ գսե բուկա Խրջալի ծևով գներգացն է Հագոպ, ժամանակ, մետմարգան աստեղին չեր ասիկա, ժամանակ 4 1870 մեկ կդոր է մեկ գդրա, որտև 3 դարի ետ կն է գդրատված է Աս ժամանակ գարելի է պոխատրել և բերել օրնակ մեր օրերը Այո, ուրիշ ծևով Ծնողմը որ գստիպ է, որ զավագը պամը Բայց ատկի իրական ատկնալալ Դեր հորը գնալալ, որ սրպազանս է, որ կեզի չի վայլեր զենք Այսօր գնալալ Այո, շարունակի Հարցումը գար թիվ 4
բադահականությունը coincidence այո անիկա կարևոր է որտեվ ինքը բադահականաբար անդարի մեջ քարելով դեսավ աջղացին որ չեր գնարգոր թիր փանարնել զենքը նո գնալ coincidence այդտեղ մեկը գա որ այո չեր գնարգոր եւ ինքը անդեղ փարգացավ եւ արավ եւ գախյալ գործողության սկիզբը ուր է գործողության սկիզբը the turning point the departure of plot ուր է սկիզբը ասկորդ պատմության սկիզբը առաջին դողը չէ ոչ Կամ ուխտն է կամ ամուսնանալն է եւ որ իրեն գստիբեն գամուսնանա եւ գդխի եւ որ ծնողները ստիպեն որ ուրիշ կյանք որբեսի հանդարտի ուր է ամենը բարձր գետը Գերեվի ջախշն Չէ անդարի մեջ գրագել այո Որի որ ամենին լավ ուշադրություն կգրավե որովհետև ինք խոսք տված է լալով սրբազանին լալով ասած է լավ չմներ եւ որ կգրագե հիմա թուն կսկսի սելո լավ ինչ եղավ հիմա ինչ մի լավ հոնեվոր լավ լուծումը ասոր ինչ է ուր կվերջանա ինչպես կվերջանա happy ending է շատ քիչ կմադայի happy ending Աշալյանի մոտ happy ending չի գաշա բայց աս դիբարին համար happy ending է ալ եգուր ցուն ծնողքին արծու Չէ happy ending-ը անորոմար որ ինքը կդավ որովհետև երբ որ չեր գնար գրագել գնիարնար գոր դխուրեր հիմա ինքը կդավ եւ ցևով animalistic կենթանական բամը գա եւ որ կսկսի վարոտ ուտել գարձես ուրիշ անգարաչալ դեմը գա աս ամենը բարբերություն է հրացանը գամփուր է խնդիվես ադի ինչ է գնոջն գրացանը գերապուր այո ամեն անգյունը սիրարված է հրացանին պատկամ է ինչ է այո խորհուրդ է քանի մը բան առաջին ինչ է ձեր գարձիկը ձեր խումբին սրբազանի մասին սրբազանի գերձավոր մեկը այո ինչու Փորը գիտե ավելի զորավոր է մեղքերը մեկադը գկործե գոր ամեն օր որովհետև փորին համար իր սիրած գերագուրին համար տրճումներուն համար ասա որ գնա որսա ուզածի չա իր ասածին վրա ետ գնաց սրբազանը սա մեկ ուրեմն գրոնավորներու գեղձավորությունը կա որ գտնան գեղձավորը լալ երկրորդ ինչ է մեր գարձիկը Հակոբի մասին Երդասարտները քույրու մեջ ավելի չէին գնալ ձլողքին հրամանեն դուրսել Այդպես է դանը գլուխը հայրի մայրն է հետևաբար դղակը ենթակա են իրենց մամային ատամ մեջ հոսալ նույնն է բայց ասել կուզեմ որ ձեր վերապերումը վերջավորության զարգացումը իր դիբարին կփոխվի գոր այսին Հակոբը լավ են քեշեն լավ ինչ է այո ավելի կարծես ինքնա եւ որ այդ վարգյանը արա որտեվ ինքը գրնար դեսներ այդ մյուստը որսորտը որ բանի մջեր ծարայեր գրնար անցնել եւ ասել մեղքը ադանցը չգիտեր որ որսար անի ճարավ հագարակը զորացավ ոսպո փոխությունը եղավ յա մեկնարգը անը որ թարցավ եւ Եսա որ չէ ասի ես գիտեմ եւ իր առաջվա եւ կդավ ինքսինքը այո ետ կդավ ինքսինքը ուրեմն մարդուն Աշալյանի ինչպես Chasse le naturel, il revient au galop. Այո Աշալյանի միտքային է որ մարդու մեջ բեք չէ զսպել կամ ճնշել իր բնական Կարողություններ բնությունը բեք չէ ջնշենք
Եվ մանավանդ ես կտեսնեմ գրոնքի ջնշումը ասնի։ Գրոնքի ջնշումը։ Պոլիտիկի Գրոնքի կտեսնես, իսկապես։ Քեզ շատ գրոնք գետակրկրել։ դեմորադիան բարդատրել։ Չէ, ծնողներու Ես կգարձեմ հագա անիկա չան պայման, ծնողքն է։ Ծնողքը վախցավ, որ պամը պիտ բադայի Ծնողքը հագոքի։ սխալ բան չնավ։ Ծնողքը ամուսնացուցինք։ Կաննա ուզեց վրնա։ Վերջին հանգույրը, վերջին ներգայացնում։ Օբի ներգայացնե թեպքերը։ Ես հարցում ունիմ վերջին համբույրը եթե գարտակ որպես վերնակիր ինչ կսպասեք որ Գմերնի վերջին Ռապորտության լավ կամ ջափրեշտական բաժանում։ Այո, բաժանում որ վերջինն է, չի վերադառնա վերջ։ Եվ նման մահն է։ Բաժանում կամ մահ։ Okay. Գարձեմ անիկա։ Ուրեմն պատմությունը դեղի գունենա դունի գսկսի նկարագրությունը դունի մեջ նորեն սենյակի մեջ որ բավական մռայլ է շատ թափթփած գսրի գբատմվի որ նոր փոխադրված են աստունը եւ ամեն գոմ քիրք կա բժշկական գործիքներ կան թանակ արարգաներ եւ երիտասարդ անցմը որ ինքը պատասխանատվություն արեց է քիրքերը դեղավորելու իսկ իրեն գողքին մայրը նստած էր դարեց որ քրեթե քունոտ կնանա եւ նկարակություն կանչպես քունի գանցնի մայրը եւ դրան անշուշտ որոշ արարգաներ հետաքրքրությամբ մեկում գտնե խնամքով գվեսնե ուրիշ արարգաներ կամ քիրքեր ամիջապես աղբի գույդի մեջ կդեղավորե Եվ մայրը գխնդրե իր մե որ բավե հոգնեցար, այսինքն քիչ մտաթարար, բայց տղան գմերժե։ Կնկարագրվի որ դոկտոր Դրտատ Բարքևյանն է ինքը, որ ժամանակին այդ շրջանին շատ լավ բժիշկ մը եղած է եւ լավ բժիշկը լալուն քաչալերված է յենի քափու սված շրջանեն քալ թեբի փանգալթի շիդակ ջամփա շրջանը հույս ունենալով որ շատ ավելի մեծ թիվով հիվանդներ ունենա եւ ավելի կփարելավի իր կյանքը ինքը ընդհանրապես նկարագրությամբ շատ քեղաթեմ եւ բարձրահասակ երիտասարդ մը եղած է եւ գսվի որ ընդհանրապես եթե հիվանդներու դուն երթար եւ եթե աղքատներ էին հիվանդները բացարձակապես հիվանդին ափին չեր նաեւ դուրս ելած ադեն իսկ հարուստներեն պետք եղած նվերը գարներ ինքը պատասխանատվություն արած է իր դարեց ծնողքին եւ քրոջը հոգատարության անոնք աղքատը լալով իրեն միայն սեր եւ կուրկուրան կփոխանակեին իսկ ինքը վերջավորության գտարնա լավ բժիշկ մը եւ ինքը գրնա հանկիստ ապրուստ ապահովել ընտանիքին ուրեմն վերադառնալով այդ քիրքերու ծրարներուն հանգարց ցերկը գանցնի Քունատ թղթերով փարակ ծրարմը, որ քոշ ժապավենով մկապված եւ հազիվ ինքը այդ ժապավենով դրցակը գարնե, գփանա եւ վերջադագը գտեսնե Վերքին Միքայելյանի ստորագրությունը։ Ամիջապես գնեդե թարագի մեջ եւ բադանին արչեւ գերտա եւ հոն գսկսի հիշել որ ինքը ինչպես սիրած էր Վերքինը, երբ որ 24 տարեկան էր եւ Վերքինը հազիվ 22 տարեկան երիտասարդուհի մներ, իրենց ուսանողական շրջաններուն եւ կփափուզեր անպայման ամուսնանալ։ Բայց Վերքինին հայրը ջերմագեղեն ծախող էր վաճառական, ինչպես կվադայի որ օրմոգուկա եւ հարուստ ոսկերիչ մը գտիմե եւ գխնդրե Վերքինին հետ ամուսնանալ եւ անշուշտ ընտրություն չուներ Վերքինը եւ գստիպի ամուսնանալ մեծ հարուստ ոսկերիչին հետ ինքը ինքնաբերաբար գտնունի ինչ համարձակություն կրնամ ունենալ գսե երթամ եւ այդ ջերմագեղեն ծախող վաճառականին թիմեմ որպես աղքատ ուսանող որ ավակա անգամ չունիմ եւ չեմ գիտեր անշուշտ որ պիտի զիս մերժեն Եվ ինքնաբերաբար Վերքինը գամուսնանա այդ ոսկերիչին հետը։ Եվ ինքը այդ ծևով ամիջապես կկոցե այդ էջը, այսինքն թարն զարմակ մոն գունենա, նույնիսկ երբեմն քիչ մնալ գսե որ գար համարհե Վերքինին արած որոշումը ծևովը, բայց վերջը խոսենք թե ինչու համար այդպես եղավ։
Դարիներ գանցնին, որ մդագավին դունը նստած էին, նույն ժամանակին է ներողություն, թուրը գզարնվի և հանգարց ասկիշերով ով է գսեր մայրը։ Որ ժամանակին է։ Վերքինից իրաց ժամանակ։ Ոչ, հիմա ետ գթարնակ, աս պաշինը որ բատմեցի անսուստ իր բազվային արջև գիշեր վրա, վերջացավ իշած։ Հիմա նույն բահուն թուրը գզարնվի և մայրը գսե ով է ան, Ժամ կանի է։ Ուշ ատեն Որովհետև գզարմանա։ Ով է աս ադեն, ուրեմն հաջորդ բարգյանի սենյակի թուրը գպացվի և թուրը ով է մինաս հարցուցին, հարցուց բժիշկ, մինաս իրենց դամձարանն է և գպացադրե մինասը, որ մեկ եկած է բժիշկը գպնդվե և անշուշտ ամիջապես գսկան, որ աջել է պարը գաղոս տրքերենով, գսկա, որ կարևոր պամն է, որդև եկողը գպացադրե, որ մենք ուրիշ բժիշկի մտիմեցինք աս հիվանդը պուժելու, բայց մեկը չգտանք, լսելով, որ թուք նոր եկած եք աս շրջանը, գխնդրենք, որ մեր հիվանդը կաս և այցելես։ Ամիջապես շատ մոդիկ գհասնին մեծահարուստ գեղեցիկ մեծահարուստի մտունը, որ շատ շքեղ մուտք ուներ, բժիշկը ամիջապես ներս կմտնե զինք թիմավորող գլա ամուսինը հիվանդին և զինք կուղե թեպի հիվանդին ննճասենյակը, հոս է գսե հիվանդը, ուրեմն հազիվ սենյակը կնգարակրվի շատ գեղեցիկ զարդարանք վարակույրներով, իսկ հիվանդը ժանյակներով, գեղեցիկ գիշերանոցով գնացած իր ագոնի մեջ և չափազանց դգար, նույնիսկ ոսկորները երևնալու աստիճան և գբացադրեն, որ իրեն նախապես ուրիշ բժիշկներ դվենք, բայց անօգուտ է։ Բժիշկը դոկտոր Բարքևյանը գմոդենա քորքին, հազիվ ծունգի գուկա և բժիշկը հիվանդին պիտի նայի, հանգարց ահմը ավելի զորավոր չարցակելու համար գլրե, բայց ատկինը գջանչնար իր վերքիններ։ Ուրեմն, որ արդեն չափազանց նիհարեր և այլն, Հիմա այս պահում, որ ինքը գանդեսի և գզսպե այդ իր սկացումը, բայց մյուս կողմեն հիվանդը գստապի, շուրջը հազիվ կթարնա, աչկը գբդծնե և աչկը աչքին գուկա և հազիվ շրթունքներեն, որ միայն բժիշկը գհասկնա գարդալ, այդ արդասանված պարը, գսե ախ դրթատ և անոր վրա մեր նախատեսած վերջին համբուրը և ծեր ենթադրածը հիվանդը զարորինակ թափովը թևը կերգար է և կմոտեցնե բժիշկին վիզին և հոն է, որ իրենց վերջին համբուրը գունենան և Բարքևյանը գսկա վիզին պատտված այդ վիճակը սկացում, բայց գամացուկը գհերանա այդ այսինքն չի փոխանա գեր նույնքան համբույրը սկացումը և առանց բամը արդայդվելու դնեցիներուն գծկե և դուն գվերաթարնա։ Մայրը գհարցնե, որ դուն գվերաթարնա, ինչ եղավ գսե, ինչ էր վիճակը, հայտնի է, որ շատ ծանր վիճակ եմ գուկաս, որտև ինքը արդեն քունադեր և շատ դխուր վիճակով Վերջավորության մայրը իր մայրական թերը գնստի և գսպորցե մեղմացնել իր զավգին ցավը, առանց հասկանալու թե ինչ է իր ով է, և դղան անուշադրությամբ կամ հանդարտ ձևով գտնե գլուխը մորը ծունգերուն և մայրը իրեն մայրական թեթև շոյանքովը գպորցե հանդարտեցնել և դղան քունի կանցնի։ Եվ այսքան մարմին։ Լավ, ուրիշ ինչ կա ասմատմացքի նսելիք։ Մեր հերոսները ունենք դոկտոր Բարքևյանը, որ առաջին հերոսն ինքը և մայրն էին, երկրորդական հերոսները ունենք բժիշկին գնգան ամուսինը, իսկ հայրը և քույրը լուր ներկայություն էին։ Չգան իսկ, քույրը ես պնդրեցի պատմացում, բարձապես շատ միամ ծևով իրենց սերը գուտային ասկաներ, ամուսինը հազիվ մեկ երկու դողով, այսինքն իր թերը ունեցած է։ Աման դոկտոր է ամուսինը։ Եվ նգարակրությունը գա, որ ինչպես որքան ծանր է հիվանդին վիճակը։ Քանի գլխավոր դիվար կա։ Բժիշկն է։ Վերքինը, որ խնդրու առարգան է, մասնավոր թերմը չունի, միայն վերջին վարգյան ունի, որ այդ սկացումը ցույց տալը։ Միայն գլխավոր դիվար կա։
Գլխավոր երկու մայրն ալ գրնան քաշվել, որովհետև ունի սկիզբը թերմը, ունի վերջը թերմը։ Գլխավոր դիվարը Փիշկն է, ինքն է, մի անդրտակն է, այո։ Իսկ մեզի համար մեկնարկը ինչ որ խոսեցան, Ուր կսկսի, այն բահուն երբ որ թեփքերը ուր կսկսի։ ծրարներ քիրքերը մաքրած բահուն, զդած բահուն ծրար մցերքը գանցնի, որ քունատ եւ քոշ շաբավենով մգապված էր։ Թեփքերը կսկսին, երբ որ հիվանդին կով գերտան։ Մյուս ամենը background է։ Ամենը հիշողություն է, բադու այն արջև կգենա, գիշե եւ այլ եւ այլ։ Անոնք թեփք չեն, բատմացքին թեփքը կսկսի, երբ որ հիվանդին սենյակը մտնի։ Հոն է, որ կսկսի բախուշը։ Որտեղ մյուսը փամը չսեր կեզի փացի անգե, որ բադու այն արջև եսավ հիշեց։ Լավ, հետո։ Հա, բայց փամը չմա դա իր գոր։ Վերքին հիշեցնող փամը կդավ, որ իր ամբողջ հոգեգանը կնած անցյալի իր անցուցած Okay, բայց պիտե բատված հոն վերջանար, ճիշտ է։ Որ չի վերջանար, Հոն չի վերջանար, ուրեմն բատված կսկսի այն վարքյանին, որ թեփքերը, կարևոր թեփքերը կսկսին այն վարքյանին, որ հիվանդի սենյակը մտավ։ Ոչ երբ որ գուկա եւ իրեն գարնե գտանի բժիշկ։ Ոչ, անիկա բանն է։ Դեկլանշոր։ Անի որ էլեմոն դեկլանշորն է, որ ջամփա գանի թեփքերը։ Ծրարը գտնել ուրեմն բադահականություն է։ Չէ, բադականություն չէ, իր ծրարն է, բայց դարիների իվեր թաղված ծրար մնե, բադականություն չէ։ Բադականությունը այն է, որ վերքինին ամուսինը զինք կգան չէ, ադե բադական։ Եվ հոն է, որ հետաքրական է, որ ամուսինը չի ջանչնար իրեն, աման դոկտոր գսե եգուր։ Եվ հետո ինքը շրջան եկավ վերքինը։ Ճիշտ։ Անի էր բադահականություն։ Ադիկա բադականություն է, որ ինքը ուրիշ կգաբրել ուրիշ տաղամաս, եկավ վերքինին տաղամասը։ Առանց գիտի։ Բարձրագետ ուր է, ամենի բարձր կակատագետ զենիթը։ Ամպույրը։ իրարու է, անշուշտ։ Հիմա դա կրական է, վերջին ամպույրը։ Առաջինի երբ էր։ Չիգա։ Որուն վերջին ամպույրն է։ Վերքինին միայն։ Միայն վերքինին։ Դրտադին վերջին ամպույրը չէ։ Չենք գիտեր, եթե դրտադը պիտի ամուսնանա, պիտի ամպուր է, պիտի ոչ։ Բայց վերքինը Ցևոմը happy ending է, որովհետև վերջին համբույրը դրտադին դվավ։ Հոս արդեն մենք կտեսնենք վերքինին ածածուկ սերը։ Ուրեմն քաղտնափար իր մեջին սեր ուներ։ Բայց կարևոր բաժին մգար, որ վերքինը հորը հետ կգրվի։ Գսե որ չեմ ուզեր ամուսնանալ ես ուրիշի հետ։ Այո, վերջինը ամուսնանալով հանդերձ, ուրիշի հետ ամուսնանալով հանդերձ, թե իր սերը բահաձեր հանդեպ դրտադին եւ այդ իր վերջինը հոգեվարքին մեջ ըլլալով այդ քաչությունը գունենա որ թեպի իրեն քաշելու։ Վարգը քաշեք։ Ադիգա արդեն մեծ Եվ հետաքրքրական է որ Փաշարյանը չսեր որ ինքը ծրեցավ։ Չէ։ Գսե որ Գինը գլուխը վար քաշեց։ Գինը գարձես ուզեց վերջին վարյանին, դեպք չաչքսի հիվանդները որ պիտի մերնին, վերջին վարյանին ուժ մգունենան։ Այդ ուժն է որ վերքինին վարգը քաշե, վերքինը վարգը քաշե դրտադին և գամպուր է։ Հիմա պետք է երևակայի որ դրտադը վերջը ինչ պիտի լաս ամենեն վերջ։ Սույց կուտակ որ իր հույզերը վեճը գարտնան, որ իր ամբողջ այո, վերջին դողերուն արդեն բավարար է, այս վերջին դողը երբ գարտանք, մարմինը մի անգամ եւս իքորց կտնե իր իրավունքները մտքին թողելով թավալիլ իր սպարիչ հույզերուն եւ դակնաբներու հորցանքը հարադեվ եւ հարանորոք գվերանորոքվին գոր իր հույզերը իր անցուցած դակնաբը եւ վերքին ուրիշի հետ ամուսնացած էր այդ մելանքոլիկ գանգստացնեսինք օգուտունի Իչա ասմարտը Միտքով ատե Ես հոս ուրիշ բան մնալ նկատեցի Մարդ Արարածը երբ լավ նկարակրի դեր ըլլա ուրեմն ինքը զոհվի գոր իր նկարակրին սիրուն Ինչու երբ ինքը լավ նկարակրով անց մներ աս բժիշկը թիմած չելավ վերքինին ամուսնության ժամանակ ինքը դուժեց միևնույն ադեն Իր այդ նկարակրին զոհը քնած Երբ լավ նկարակիրը ավոր դեր մգերևի Երբ որ աղկադի Ներուն այո
դրամ չարներ դուրս կելլե։ Հարուստին կով է մի անդամ գարնե։ Արգայ լավ նգարակի դեր անցնե, լուր առանց ցայնի գլրե եւ վերքինը գամուստանա եւ ինքս սիրտի մեջ պահած է վերքինին սերը։ Լավ, այս պատմվածքը գտնանք փոխադրել ուրիշ ժամանակ, օրինակ այսօր։ Գրնանք եւ չեն գրնանք։ Երբեմն գլա առանց մորը ասելուն, ինքը իր որոշումով գնի ատվա։ Դժվար է քիչը փոխադրել։ Ոչ անպայման Դժվար է։ Իր ժամանակի մեջ է։ Բայց այս պատմվածքի խորհուրդը միտքային է, որ սերը գտաղվի նույնիսկ եթե չի տաղվիր, նույնիսկ եթե ստիպես, սերը գմնա։ Եվ դխուր վերջանապատմած պետք է ասել։ Happy ending վերքին համար happy ending, իրեն համար ոչ։ Թե հարմար էր եւ թե հարմար չէր։ Հրամի։ Ես հարմար չէր, օրինակ ես նկատեցի, որ գրնալալ վերջին համբույրը երկու սիրականներ պիտի բաժնվին եւ վերջին անգամը լալով իրար համբուրեցին։ Ես հոն ենթադրեցի պիտի երթանյութը։ Եվ ոչ թե մահվան անգողինի մեջ մեռնողիմը վերջին համբույրը։ Բայց համբույրը որ մահվան անգողինի մեջ է, նա երկու սիրահարներում վերջին համբույրն է։ Վերջին անգամ, որ առաջին եւ վերջին։ Առաջինն ալ է, այո։ Լավ, շնորհակալություն ձեզի, որ մտի գրիք եւ հուսան կողմնացի։